Քարոզարշավի մեկնարկին եւ ուզում եմ կրկնել հիմա։ Իմ երկուամյա, գրեթե երկուամյա տղան պատերազմ չի տեսել։ Նրա հասակակիցները պատերազմ չեն տեսել։ Եվ ես անելու եմ ամեն ինչ, որպեսզի իմ եւ ձեր եւ բոլորիս երեխաները այդպես էլ չիմանան եւ չտեսնեն, թե ինչ է պատերազմը։ Հարգելի գործընկերներ, ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել այն բոլոր քաղաքացիներին, որոնք իրենց խղճի եւ համոզմունքների համաձայն առանց ընտրակաշառքի չեն ընտրել քաղաքացիական պայմանագրին, այսինքն ընտրել են այլ ուժերի եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց այդ ընտրության համար, իրենց քաղաքացիական պարտքը կատարելու համար եւ շեշտում եմ, խոսքը վերաբերում է այն քաղաքացիներին, որոնք չեն քվեարկել ընտրակաշառքով։ Սիրելի ժողովուրդ, ես ուզում եմ ձեզ ասել, որ մենք ձեզ լսել ենք եւ լսում ենք։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ մենք ձեզ տեսել ենք եւ տեսնում ենք։ Եվ ես ուզում եմ ձեզանից ներողություն խնդրել այն բանի համար, որ գուցե ոչ բոլոր ձեր մտահոգություններին ենք անդրադարձել, գուցե ոչ բոլոր ձեր դժվարություններին եւ դժգոհություններին ենք անդրադարձել, կամ գուցե այն բանի համար, որ չենք կարողացել ձեզ համոզել մեր առաջարկած ճանապարհի ճշմարտացիության մեջ։ Եվ ես խոստանում եմ ձեզ, որ մենք ամեն ինչ անելու ենք ձեր վստահությունը շահելու կամ վերականգնելու համար։ Եվ դուք ոչ մի դեպքում, նույնիսկ հաշվի առնելով այն փաստը, որ ձեր նախընտրած քաղաքական ուժերը չեն հաղթել, դուք ոչ մի դեպքում չպիտի ձեզ անտեսված զգաք։ Միակ տարբերությունը, սիրելի ժողովուրդ, կրկին խոսքը այն մարդկանց մասին է, որոնք քվեարկել են ընդդիմությանը։ Միակ տարբերությունը քաղաքացիական պայմանագրին քվեարկածների եւ ձեր միջև, մեր եւ ձեր միջև քաղաքական նախընտրությունների տարբերությունն է։ Ուրիշ ոչինչ։ Մենք գալիս ենք եւ սերում ենք նույն պատմությունից, խոսում ենք նույն լեզվով, կրում ենք նույն մշակույթը, մեր ծնողները հանդիպել են եւ հանդիպում են նույն դժվարություններին, նույն խնդիրներին, մեր երեխաները ծնվում են նույն երկրում, նույն հիվանդանոցներում, ծառայում եւ ծառայելու են նույն բանակում։ Եվ հետեւաբար աշխարհում չկա որևէ բան, որևէ ընտրություն, որևէ քաղաքական տարբերություն, որ մեզ կարող է բաժանել միմյանցից, որովհետեւ մենք մեկ ենք։ Եվ մենք ձեզ սիրում ենք, նույնիսկ եթե դուք մեզ տեղ-տեղ չեք սիրում, մենք ձեզ սիրում ենք։ Սիրելի ընդդիմադիր գործընկերներ, այժմ եթե թույլ տաք, կուզեի առիթն օգտագործել եւ մի փոքր քննարկում բացել ձեզ հետ խորհրդարանական մշակույթի մասին։ Վերջին ամիսներին եւ վերջին հատկապես շաբաթներին մի տարօրինակ եւ անսպասելի կոնսենսուս է ձևավորվել մեր հանրության եւ քաղաքական շրջանակների եւ լրագրողական դաշտում։ Այդ կոնսենսուսը հետեւյալն է, որ Հայաստանի ազգային ժողովը անիմաստ անպտուղ վեճերի զազրախոսության վիրավորանքի տեղ է եւ որ այս գումարման ազգային ժողովը այդ իմաստով նույնիսկ ավելի վատն է լինելու, քան նախորդը։ Համատարած համազգային կոնսենսուս է սա, կարծես թե։ Ընդ որում կապ չունի մարդը իշխանամետ է, ընդդիմադիր է, բոլորը կարծես թե մեզ համար այդպիսի ճակատագիր են կանխագուշակում։ Եվ ես ուզում եմ ձեզ առաջարկել, որպեսզի մենք միասին կոտրենք այս նախախնամությունը կամ անեծքը, ոնց ուզում եք դա կոչեք։ Բայց ինչպես։ Ես բնականաբար այնքան միամիտ չեմ, որ կարծեմ, որ կարող ենք հենց հիմա բոլորս պայմանավորվել, որ դե գիտեք ինչ կա, եկեք բարեկիրթ լինենք, եկեք, չգիտեմ, չվիրավորենք միմյանց եւ ամեն ինչ լավ կլինի։ Դա ինչ ասեմ։ Դա կլինի պատրանք, դա կլինի խաղաղություն աշխարհինի տիպի կենաց։ Ես ինչ եմ առաջարկում։ Ես առաջարկում եմ հասկանալ պատճառը, լավ, ինչու է Հայաստանի խորհրդարանում վերջին տարիներին ձևավորվել այսպիսի մշակույթ։ Ինչի է խորհրդարանը դարձել անիմաստ անպտուղ զազրախոսության հոմանիշ։ Եվ ես ունեմ իմ տարբերակը, իմ բացատրությունը, ես կներկայացնեմ իմ բացատրությունը եւ իմ առաջարկած լուծումը, ամենևին չհավակնելով Վերին Ատյանի ճշմարտության խոսափող լինելու դերին։ Եվ հրավիրում եմ ձեզ քննարկման, եթե պատեհ կհամարեք, նկատի ունեմ այս ամբիոնից հետո։ Ես կարծում եմ,
որ կա մեկ ֆունդամենտալ պատճառ, թե ինչու է 2018 թվականից սկսած եւ հատկապես 2020 թվականի պատերազմից հետո խորհրդարանը դարձել այսպիսի անհանդուրժող վայր։ Այդ պատճառը հետեւյալն է։ Ըստ իս գլխավոր պատճառը ընդդիմության կողմից ժողովրդի ընտրության չընդունումն է եղել։ Կրկնում եմ, դա սկիզբ է առել Թավշյա հեղափոխության հաղթանակի օրվանից սկսած, բայց շատ ավելի ահագնացել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ Ուշադրություն դարձեք, չեմ ասում է չհաշտվելը ընդդիմության, որովհետև նորմալ է, որ ընդդիմությունը չհաշտվի ընտրությունների արդյունքների հետ կամ ժողովրդի ընդունած որոշման հետ։ Այն իմաստով, որ կարծի, որ հաղթած ուժի ճանապարհը սխալ է եւ պետք է այլ ճանապարհ որդեգրել եւ բնական է, որ ընտրությունների հաջորդ օրվանից սկսած ընդդիմությունը պետք է փորձի համոզել մարդկանց, որ իրենց ընտրությունը սխալ է եղել եւ ճիշտ ընտրությունը կլիներ ընտրել ընդդիմության ճանապարհը։ Բայց խնդիրը, երբ որ ընդդիմությունը չի ընդունում ժողովրդի ընտրելու իրավունքը կամ ընտրությունը։ Նախորդ գումարման ազգային ժողովում պատգամավորներից մեկը հանրապետական կուսակցության անդամ 2018 թվականի Թավշյա հեղափոխությունը անվանում էր իշխանազավթում, անընդհատ անվանում էր իշխանազավթում։ Եվ այս նոր գումարման խորհրդարանում նույնպես կան պատգամավորներ, որ այս տարիների ընթացքում բազմաթիվ անգամ վիճարկել են ժողովրդի ընտրությունը։ Օրինակ, այս գումարման խորհրդարանում էլի կա նորընտիր պատգամավոր, որը 2018 թվականի հեղափոխությունը անվանում է թուրք-ադրբեջանական հեղափոխություն։ Եվ այսպիսով վիճարկում է եւ չի ընդունում են փաստը, որ 2018 թվականին Հայաստանի ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը, այդ թվում հրապարակներում հավաքված 100 հազարավոր քաղաքացիները ընտրել էին Սերժ Սարգսյանին եւ հանրապետական կուսակցությանը իշխանությունից հեռացնելու ճանապարհը, կատարել էին ընտրություն։ Եվ դա անվանել թուրք-ադրբեջանական կամ ցանկացած այլ տեղից թելադրված գործողություն, նշանակում է նսեմացնել ժողովրդի ընտրելու իրավունքը։ Նույն կերպ ամբողջ ընդդիմությունը, որը թե նախորդ խորհրդարանում, թե այս գումարման խորհրդարանում գլխավորապես կամ նախկին իշխանությունների ներկայացուցիչներից է կազմված, կամ մարդկանցից, որոնք առնվազն մեծապես փոխկապակցություն են ունեցել նախկին իշխանությունների հետ, հրաժարվել են ընդունել 2018, 2021 եւ հիմա 2026 թվականի ընտրություններում ժողովրդի ընտրությունը։ Եվ կրկին ուզում եմ շեշտել, ճիշտ հասկացեք ինձ, խոսքը ընտրությունը չընդունելու մասին է, ոչ թե կարծելու մասին, որ այդ ընտրությունը սխալ էր։ Ցանկացածը կարող է կարծել, որ